Տիկին Զենֆիրան իր երեխաների հետ գրեթե ամեն օր լինում է մայրաթոռի հավատացյալներից է եւ հիշում եմ նույնիսկ դարպասների մոտ անսասան կանգնել էիք, երբ 10 եպիսկոպոսները փորձում էին ինչ-որ մուտք գործել, այսօր ինչ ուղերձով եք այստեղ, հաշվի առնելով նաև վերջին իրադարձությունները, մենք տեսանք, թե ինչ այսպես ընդունելության արժանացան 10 եպիսկոպոսները Փաշինյանի առանձնատանը, խնդրեմ ձեր դիտարկում։ Անկեղծ ասած, էմոցիաներիս ես մի հատ մեծ էմոցիա բուրըն հիմա ներսումս ամեն ինչ խառնված է, նախ որպես քրիստոնյա ինձ համար տոնը շատ եկեղեցին ենքանով է քաղցել, հենց նոր հետ եմ ասում, ափսոսում եմ մի բանի համար, որ երեխեքը մեծացել են, արդեն ամեն մեկ իրանց եկեղեցիներում են գնում ու ես պասուցի մենակ եմ գալի, իսկ ինչ վերաբերվում վերջի իրադարձություններին, ուզում եմ հատուկ շեշտեմ նրանց, ովքեր, որ իմ բուրըն արձագանքը կապելով որպես քրիստոնյայի հավատացյալի հետ, ասել են բասա բարեբաճ կնոջ խոսքա, ուրեմն ասեմ հարգելիներս, եթե ձեզ նման կեղծավոր բարեբաճ պետքա լինեմ, ավելի լավա դժոխքի բաժին լինեմ։ Դա կոնկրետ ու պարզ, ես ինքս տեսակովս ըմբոստ եմ եւ երբեք անարդարության առաջ աչք չեմ փակի եւ երբեք չեմ լռի։ Իսկ ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, նորից ամոթ 10 եպիսկոպոսներին, ամոթ նրանց, ովքեր որ իրենց սեփական սխալները, որոնք տարիներով անտեսվեցին ու իրենց խայտառակ ճարվեցին, հակառակը լռեցին, որովհետև մենք դաստիարակված ենք ու մտածում ենք, որ դրա համար Աստված է իրանց պատասխան տալու, իրենք այդ չհասկացան։ Ամոթ իրենք մեկա ոչինչ չեն անելու եւ ասեմ մի բան էլ, տարվա մարդ է, այսօր վեհապար հայրապետն է, որ անկախ իր տարիքից, անկախ ապացուցեց, որ 2000 տարեկան եկեղեցու արժանավոր ոչ միայն զավակ է, այլ նաև հայրապետ է։ Հայրապետ բառից բուն իմաստով։ Հայրապետ, որ ամեն տեսակի սադրանքներին, ամեն տեսակի վատ խոսքերին, ամեն տեսակի բամբասանքին երբեք չտրվեց, հայրապետ, ով ապացուցեց, որ ինքը ամենաարժանին է եւ իր տեղում է, ոչ վաճառվեց, ոչ ուրացավ, ոչ դավանափոխ եղավ, ինքը արժանի զավակն է, Գրիգոր Լուսավորիչ հայրապետի իրական հետնորդն է, ինչը Սահակ Բարթևի մարդկանց, ովքեր որ դարերով պահեցին հայ առաքելական եկեղեցին եւ հայոց պետությունը։ Հետ այսու մենք նորից պահելու ենք մեր պետությունը, մեր եկեղեցիներում լինելու են պատարակ, բայց ոչ պղծերի ձեռքով, այլ լինելու են արժանավոր հոգեվորականներ, որոնք ապացուցեցին, որ արժանի են հայ առաքելական եկեղեցու զավակը լինելու եւ այն պատասխանատվությունը, որ վերցրեցին իրանց վրա, արժանի տանում են իրանց լուծը եւ անկախ ամեն ինչից հպարտ եմ, որ հայ առաքելական եկեղեցու զավակ եմ եւ ապրում եմ այս ժամանակները, որ պատիվ լինեմ, պատիվ ունեմ ամենայն հայոց հայրապետի հետ նույն հողի վրա քայլելու։ Այդ ինձ համար մեծագույն շնորհավոր Սուրբ ծնունդ, թող մեր Տիրոջ հրաշափառ ծնունդը մեր այդ խավար, տկարամիտ, ողորմելի այս ճղճին վիճակը մաքրի ու հասկանանք իրական ճշմարտությունը, իրական հայրենիքի սերը, իրական Հայաստանը ունենանք։ Եվ ինչքան էլ նյութականը կարևոր է, բայց այդքան նյութապաշտ չլինենք։ Մենք Քրիստոսով բոլոր ամեն տեսակի դժվարություններ հաղթելու ենք։ Շնորհավորում եմ բոլորից Սուրբ ծնունդը։ Ցանկանում եմ ձեզ լրագրողներին բեղում նառատ տարին աշխատանքային տարի եւ ամենակարևորը մի հատ խնդրանք էր մեր բոլոր լրագրողներին, հատկապես ովքեր որ լուսաբանում են։ Շատ կարդացեք հայոց պատմություն։ Սովորական տարական մոտեցում իմացեք հայոց հայրապետին եւ հոգեվորականին։ Տարական, որովհետև զատվում ենք, մենք պետք է ապացուցենք աշխարհին, որ մենք իրական արժանի ենք եւ Սուրբ Մյուրոնին եւ այն եկեղեցուն, որտեղ հաճախում ենք։ Շնորհավորում
օրի սուրբ ծնունդը։